Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 10-ի համար։ Օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սուտ կամ կարող եք նորություն լսել, բայց դա սուտ լինի կամ ստի մասին իմանաք, այդպես որպես նորություն ձեզ ասեն, նաև կարող եք փաստաթուղթ ստանալ, ինչ-որ փաթեթ, ինչ-որ բան եք պատվիրել և մեջը նայում եք ոնց որ այն չի, ինչը որ դուք եք պատվիրել, ինչ-որ մի բան ոնց որ սխալ է եկել։ Նաև այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է ուսման կենտրոն է, հնարավոր է բժշկական կենտրոն է, պետք է գնաք կամ խոսեք եւ այլն, հեռախոսազանգ ունեք, միգուցե այնտեղ զանգահարում եք, ոչ գաղտնիք այդ օրը կբացահայտվի, միգուցե այդ սուտն է, որը բացահայտվում է, կամ ինչ-որ մեկը նամակով կարող է ձեզ գրել ինչ-որ բան։ Եվ իհարկե օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք ժամերով ինչ-որ միտեղ մնալ կամ ինչ-որ մի բան անել, նաև ժամի հետ կապված կամ դուք կուշանաք կամ ինչ-որ մարդիկ կարող է ուշանան և համար քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր ինչ-որ մի բան ասեք, արեք, այդպես։ Այդ օրը նորություն կլսեք, գումար կստանաք, որոշ գործեր չեք հասցնում անել, ավարտել։
Նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ոմանց սիրոխոստովանություն կանեն, դուք կարող եք անել սիրոխոստովանություն կամ նաև ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, որ ձեզ սիրված կա, կամ ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել։ Նաև այդ օրը նվեր կգնեք կամ դուք նվեր կարող եք ստանալ, ձեր ցանկությունները կիրականանան և ճանապարհ եք գնալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նախանց մարդիկ, վատ վերաբերմունք, այդպես օձավարի վերաբերմունք ձեր նկատմամբ, կտատանվեք, ծանրութեթև կանեք ինչ-որ հարց օրվա ընթացքում և հեռախոսազանգ էստեղ կամ ձեզ կզանգարեն, ասեն եկեք գումարը ստացեք, կամ կիմանաք, որ գումար կա պետք է ստանաք, կամ գումար կստանաք, կզանգահարեք ինչ-որ մեկին, միգուցե տանվարձ եք տալիս կամ ինչ-որ մի բան, և ոնց որ զանգարում եք, ասեք, զգուշացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար կստանաք, բայց ինչ-որ գործեր չեք հասցնում անել ավարտել, գուցե գումարի հետ էր կապված, բայց չեք հասցնում ավարտել։ Կամ մինչև վերջ չեն տալիս գումարը, այդպես է կարող է լինել։ Նաև ոմանք ունեն բժշկական ինչ-որ հաստատությունում հետ, այդպես այնտեղ գործունեություն, որտեղ ոմանք կոսմետիկայի հետ կապված, ոմանք էլ պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, որ չհիվանդանան։ Այդ օրը նաև բաժանում ունեք, հնարավոր է ինչ-որ մեկից եք բաժանվում, ինչ-որ բանից եք բաժանվում, ինչ-որ երկուսն է կա, ինչ-որ մի բան կարող եք սարքել և տալ դիմացինին։ Նաև այդ օրը ինչ-որ բան էլ ձեզ երջանկացնելու է, միգուցե այդ, որ տվել եք,
գուցե տալիս եք եւ գումարը ստանում եք դիմացը եւ որոշ հարցեր կլուծեք, կանեք, կավարտեք, կվերջացնեք ի վերջո։ Միգուցե դա է դրա համար եք երջանկանով այդ հարցին լուծում տվեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի առուսներ, այդ օր ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, հիասթափեցնում, առավոտյան շուտ, նաև ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, ոմանց կարող է աշխատանքի հետ է դա կապված, ինչ-որ տխրությունը կամ հիասթափությունը, նաև աշխատանքի վայրի հետ կապված, ոմանք կարող է աշխատանք են փնտրում, դա է, դե ընդհանրապես չեմ ուզում կապեմ իրար, որովհետև այս քարտերը իրար հետ կապված չեն, հա, մյուսի նման չեն, մյուսը կապված է, սա այդքան չէ, որովհետև սա ամեն մեկը առանձին իրադարձություն է, գրված է վրաները։ Ոմանք նաև աշխատանքի դեպ կընդունվեն կամ հարցազրույցի կարող եք գնալ, միգուցե այնտեղ է տհաճ, ինչ-որ ամենայն դեպս ինչ-որ բան է, որ իրար հետևից է այստեղ։ Նաև ոմանք որոցե մի բան իրենց ձեռքից բաց կթողնեն, մյուս կողմից էլ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, տատանվում եք, այստեղ քնելու հետ կարող է կապված լինել, միգուցե ինչ-որ մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալ, թե ոչ, կամ նաև շուտ քնել, ուշ քնել, ինչ անել, պարկել հանգստանալ, թե չպարկել, այդպես նաև դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում ունեք առավոտյան, նաև աշխատանքի հետ կապված կարող դա լինել, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, հարցազրույցի, գնան պետական աշխատողի հետ հանդիպեն, նաև
Շատ աշխատանք է բիզնեսում, աշխատանքում եւ այլն։ Որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Կարելի ասել ամեն ինչ է ձեզանից կախված։ Նաեւ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Ինչ որ բանից տխրում եք, միգուցե գաղտնիքն է, չեմ կարող ասել, այստեղ գաղտնիքը նաեւ սիրո խոստովանությունն է, որ իմանում եք դիմացինի զգացմունքները։ Դուք կարող եք սիրո խոստովանություն անել դիմացինին, նաեւ հարազատների շրջապատում կարող եք գտնվել այդ օրը, սիրված գալ ինչ-որ մի հարցում, բայց ամենայն դեպս այստեղ կարող է նաև սիրելիներն են ձեզ նեղացնում կամ ինչ-որ բանից հիասթափվում եք իրենց արարքից կամ դե չգիտեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը գործնական թեմայով որևիցե նամակ կստանաք, տեղեկատվություն, գուցե նաև նամակ է, փաստաթուղթ է մեջը, ինչ-որ գործերի է վերաբերվում, կամ նամակ կստանաք SMS, հետո ինչ-որ մեկի հետ հանդիպելու, դա սեղանի շուրջ եք նստելու, նստում եք այն եւ սկսում եք գործեր քննարկել։ Սպասում եք օրվա ընթացքում ինչ-որ մեկին, նաև հեռախոսազանգ կստանաք եւ այդ օր ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնելու։ Տխրություն չեմ տեսնում, միայն ցավակալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև
նորություն կարող եք լսել եւ դրանից հետո կամ վիճում եք, կամ նաեւ տուն եք մաքրում։ Միգուցե իմանում եք, որ հյուր են գալիս, հա, կարող է դրա համար արագ-արագ կամ տուն եք մաքրում, հետո գնում եք առևտուր եք անում, այդպես։ Կամ նորությունը այդքան էլ, հա, ինչ որ մեկի հետ կարող եք վիճել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի աղեղնավորներ, բավականին հիանալի օր է, ուրեմն ունեք երջանկության արդյունքներ, նաև հաջողությամբ կգնաք որևիցե նվեր, կամ կարող եք ձեր ցանկացած նվերը ստանալ, դա համար կարող է այստեղ ուրախության արդյունքներ կան, եւ նորություն եք լսելու ինչ որ բաներ կավարտվի ձեզ մոտ կամ որոշում վերջնական կկայացնեք, այդ որոշումը այդ նորության հետ էր կապված, կարող եք ուղղակի դուք չկայացնել, այլ ինչ որ պետական հիմնարկություն կարող ինչ որ որոշում է կայացնում։ Եվ ինչ որ բաներ ավարտվում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այճեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այճեղ ջուրներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի այճեղ ջուրներ, այդ օրը այստեղ նայեք երկու քարտեր էլ կան, որ կարող էին ընկնել, բայց երկուսն էլ պահում են։ Միգուցե աշխատանքի հետ է կապված ոմանց մոտ, որ կարող են զանգը արել աշխատանքի կանչել։ Համենայն դեպս, ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ձեր ցանկությունները կատարվել են, եւ սրանք այստեղ երկու եզրերում աշխատանքն է եւ հեռախոսազանգը։ Օրվա ընթացքում ուշադրություն դարձեք ձեր առողջությանը։ Միգուցե առողջությունն է, հաղթահարում եք, ավելի լավ եք զգում ձեզ։ Նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ սիրված կզգաք ձեզ, դուք սիրո խոստովանություն կանեք, այդպես։ Նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք։
Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, միգուցե այստեղ իրոք գնում եք օրինակ բժշկի կամ ուսման կենտրոն կամ որևէ բանկ կամ որևէ տնօրենի հետ կարող եք խոսել այստեղ, որտեղ ունեք գործնական խոսակցություն, գործնական հանդիպում եւ դա կարող է հենց այդպես ինչ որ պետական հիմնարկություն է, նաեւ կարող է այնտեղ որտեղ աշխատում եք, դա է ցույց տալիս, որ գնում եք օրինակ ձեր տնօրենի սենյակ, հա, դա եւս կամ օֆիսը, որտեղ որ աշխատում եք եւ այնտեղ գործնական խոսակցություն եք ունենում եւ իհարկե արդեն ասացի ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնայինք ջրհոսների Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 10-ին Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան, չգիտեմ, ինձ առաջին անգամ ցավը, ինչ որ բան է ձեզ ցավեցնելու կամ ինչ որ մեկը առավոտյան արթնանալու եք, մտնելու եք Facebook, ինչ որ բան տեսնեք, որ ցավեցնի ձեզ։ Նաև կամ շուտ կարտանաք կամ ուշ կամ հա միգուցե ինչ որ բայրեն եւ միգուցե նաև ինտիմ հարաբերությունների հետ դա կապված։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր որոշեք քայլ արեք եւ կարող եք գնալ որևէ միտեղ երկար մնալ կամ ինչ որ բան է դանդաղում, միգուցե դա է ձեզ ցավեցնում։ Օրվա ընթացքում օծեր կան, նաեւ այդքան էլ լավ որ չէ։ Օծեր կան, չար խոսակցություններ, բամբասանքներ եւ գործերը կմնան չեք հասցնում անել։ Միգուցե դա ինչ որ մի բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած եւ դուք էլ իր հետ ոնց որ կանգնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություն եք, գուցե երեխաների վրա եք գումար ծախսում, միգուցե ինչ որ պահեր են ծնունդ է եւ այլն այդ պահերի վրա եք գումար ծախսում։
Ձեր թորները կարող են գալ ձեր տուն եւ այդպես է, եւ նույնն է գումարը ծախսվելու է։ Ամենայն դեպս եւ ընկերների հետ հանդիպում շփում եւ երեխաների հետ կապված որևիցե իրադարձություն ունենք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։